Այսօրվան հարցերի չեք պատասխան։ Պատասխանելու եմ այսօր, ընդեղ մի քիչ հետո։ Ակնկալիքը որն է այսօր դատարանից։ Կարող ենք քայլել ընթացքում սիրով պատասխանել։ Շատ լրատվության միջոցների ներկայացուցիչներ ողջունում ենք ձեզ։ Հիմա մենք Երազի այգուց շարժվելու ենք դեպի դատարան, Թբիլիսյան 3/9 հասցեով գտնվող դատարան, որտեղ ներկա պահին ընթանում է Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ, Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի գործող դատական նիստը։ Եվ մեր աջակցությունը և զորակցությունն ենք հայտնելու Հայաստանի հաջորդ վարչապետին։ Եկեք հավաքվենք բոլորով։ Սիրելի ընկերներ, Սիրելի ընկերներ, հիմա սկսում է մեր քայլերը դեպի հակակոռուպցիոն դատարան, որը որ գտնվում է Թբիլիսյան 3/9 հասցեում, որտեղ մեր զորակցությունը, աջակցություն ենք հայտնելու Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին։ Սամվել վարչապետ! Սամվել վարչապետ! Սամվել վարչապետ! Սամվել վարչապետ! Սամվել վարչապետ! Սամվել վարչապետ! Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը բերելու է փոփոխություն։ Բերելու է փոփոխություն բոլոր ոլորտներում, փոփոխություն տնտեսությունում, փոփոխություն անվտանգությունում, փոփոխություն բոլոր ոլորտներում, փոփոխություն հնարավոր է միայն Սամվել Կարապետյանի հետ։ Փոփոխություն! Փոփոխություն!
Սիրելի ընկերներ, շարժվում ենք դեպի հակակոռուպցիոն դատարան Թբիլիսյան 3 դրոպինը հաստեում գտնվող Արևտե սիրելի ընկերներ, ողջունում ենք բոլորիդ, հիմա հավաքվենք ու մի քանի րոպեից կամ նույնիսկ մի քանի վայրկյանից շարժվելու ենք դեպի հակակոռուպցիոն դատարան։ Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնելու Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին։ Սամվել վարչապետ! 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 Սիրելի ընկերներ, խնդրում ենք մի քանի րոպե սպասել, մի քանի րոպեից մեր հարգարժան ոստիկանության աշխատակիցները բացելու են ճանապարհը եւ հնարավորություն են մեզ տալու այլև թող շարժվել դեպի հակակոռուպցիոն դատարան հասնել Թբիլիսյան 3 դրոպինը։ Խնդրում եմ սպասել։ Սիրելի ընկերներ, մի քանի րոպե սպասում ենք եւ շարժվում ենք բոլորով միասին դատարան Թբիլիսյան 3 դրոպինը։ Սիրելի ընկերներ, ինչ ենք ունենալու 51 օրից։ Ինչ ենք ունենալու 51 օրից։ Ուժեղ Հայաստան, Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ։ Սամվել վարչապետ։ 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 Փոփոխությունը գալու է, փոփոխությունը մոտ է։ Ընդամենը 51 օր։ Իսկ որ լինի փոփոխություն, մեզ պետք է, որ Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը անհապաղ արձակվի։ Փոփոխություն հնարավոր է միայն Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ։ Իսկ որ փոփոխությունը կա, մեզ պետք է, որ այսօր ժողովրդին պետք է, որ այսօր Սամվել Կարապետյանը անհապաղ ազատ արձակվի։ Այո, այո։ Ազատություն։ 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 Ազատություն Սամվել Կարապետյանին։
Հայաստան, ունենալու ենք ուժեղ պետություն, ունենալու ենք ուժեղ Հայաստան, Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ։ Այո! Սամվել վարչապետ! 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 Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը բերելու է փոփոխություն, այգաց ասված փոփոխություն հայ ժողովրդի համար։ Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը ստեղծելու է աշխատատեղեր, ազատելու է փոքր բիզնեսը հարկերից, բարեկեցությունը բերելու մեր ժողովրդին, այլևս գյուղերը չեն դատարկվի, մեր պետությունը գնալու է դեպի բարեկեցիկ և ուժեղ ապագա, ուժեղ տնտեսությամբ, ուժեղ անվտանգությամբ, ուժեղ և պաշտպանված սահմանով, ապահով երկնքով։ Սամվել վարչապետ! 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 Սիրելի հայրենակիցներ, սիրելի ընկերներ, հայրենակիցներ ջան, փոփոխություն հնարավոր է, փոփոխություն պետք է լինի, և այդ փոփոխություններ բերողը Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանն է։ Փոփոխություն! 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 Փոփոխություն հնարավոր է միայն Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ։ Իսկ որ Սամվել Կարապետյանը բերի փոփոխություն, մենք պետք է, որ նրան հապա ազատ արձակվի։ Եկեք ողջունենք ոստիկանական աշխատակիցներին։ Հարգելի հետևողներ, ինչպես տեսնում եք արդեն դատարանի ավելի մոտ հատվածում ոստիկանական ուժեր են։ Ազատություն! 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 Փոփոխություն հնարավոր է միայն Հայաստանի հաջորդ վարչապետ, Հայաստանի ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ։ Այո! Սամվել վարչապետ! Սամվել! 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 Պարոն Կարապետյան, ազատության հեռանկարը ինչպիսին է, եթե ազգային ժողովի ամբիոնից փոքր ու մեծ տարբեր դերակատարներ իշխող թիմի շարունակում են ուղեկցող հայտարարություններ անել, իդեմս նաև Փաշինյանի, որ բոմժացման պրոցեսը սկսվել է, որ եթե Կարապետյանը, Ծառուկյանն ու Քոչարյանը անցնեն ազգային ժողով, շատ վատ բան կլինի։ Ինչ կլինի։ Իրենց համար Կարապետյանի չեմ կարող ասել մյուս ուժերի հետ կապված, բայց իրենք գիտեն ումից են վախենում, իրենք վստահ են ով է իրենց հաղթելու եւ այն process-ը, որը դուք նշեցիք, այդ process-ը մենք սկսել ենք մի քանի տարի։ Վարչապետ! Սամվել վարչապետ! Սամվել վարչապետ! Սամվել վարչապետ! Սամվել վարչապետ! Սամվել վարչապետ! Սամվել
այն տերմինոլոգիան, որ իշխանությունը օգտագործում է, շատ հատուկ է իրենց մտածելակերպին, դա լեզվամտածողություն է։ Այն լեզվամտածողությունը, որ իրանք օգտագործում են, հատուկ է իրենց եւ իրենց ոճին։ Ինչ վերաբերվում է հաղթանակի հետ կապված, ազգային ժողովում իրենց պարտության հետ կապված, իրենք ունեն վստահություն, որ տեսնում են, որ շատ հնարավոր է արդեն ճամպրուկները հավաքելու ժամանակ է, դա ես չեմ ասում։ Դա ընդհանուր մենք որպես մասնագետներ միշտ վստահում ենք մասնագիտական կարծիքը ոլորտի հարցումների գծով մասնագետներին, ովքեր միանշանակ ասում են, որ Հայաստանում մի քանի ուզում եք նկարեք այս մեքենաները։ Այս մեքենաները մի քանի օր այստեղ տեսել ենք, արդեն մեր աչքը սովորել է։ Գիտեք ինչն է հետաքրքիր։ Այս մեքենաները մենք ենք նվիրել պետությանը։ Ինչի՞ մաս։ Ոստիկանական մեքենաները։ Այս մեքենաները մենք ենք նվիրել պետությանը։ Մենք ենք այս մեքենաները արտադրել եւ նվիրել ենք մեր պետությանը։ Այսօր նրանք եկել են եւ այստեղ են բերել բարերար Սամվել Կարապետյանին։ Մեծաթիվ ոստիկանական ուժեր, մեքենաներ, ասեմ, մեքենաները արտադրված են Հայաստանում։ Պահի ներկայացնել։ Կասեմ, հեսա գնանք առաջ ավելի հարմար դիր ու ես ձեզ կներկայացնեմ սիրով։ Գիտեք ինչ կարող ենք անել, ներքևը որպեսզի զրույցը չընկապի, ներքևը կարող ենք ես պատրաստեմ պատասխանել։ Այո, մի քիչ հետո ես կշտեմ եւ սիրով կպատասխանեմ։ Շատ լավ,
Դժվար է լինելու պատասխանեմ, քանի որ ձայնը խանգարելու է։ Ես մի քիչ հետո ներքևը սիրով կպատասխանեմ հարցերին, որպեսզի չընդհատվի, եթե դեմ չեք։ Թե չէ արդեն ձայնը համացածած սպասելիքների մասին կխոսեք։ Լավ, այսօրվա սպասելիքները կարևորվում են նրանով, թե ինչ ազդեցություն են թողելու Հայաստանի քաղաքական ապագայի վերաբերյալ։ Մենք վստահ ենք, որ Սամվել Կարապետյանի ու հանրության նշանակալի մասը վստահ է, որ Սամվել Կարապետյանի ազատ արձակման պարագայում հնարավորություն ստանալով շփվել իր հայրենակիցների հետ Հայաստանում եւս ավելի կուժգնանա մեծ փոփոխությունների ալիքը։ Ու դրա արդյունքում էլ մենք մեր երկիրը վերջապես կհասնի փոփոխության։ Մենք արդեն հոգնել ենք այս աղքատության մեջ, մեր երկիրը տեսնել։ Մենք արդեն հոգնել ենք, որ իշխանությունները այսօրվա պես ժամերով, անհարգալից, արտահայտություններ թույլ տալով իրար ասցեի, ընդդիմության ասցեի, ոչ մի բան չի անում, մարդկանց կյանքը բարելավելու, մարդկանց ամեն շրջանում, Հայաստանի ամեն քաղաքում մարդկանց կյանքը փոխելու համար, Երևանում մարդկանց կյանքը փոխելու համար։ 8 տարվա ընթացքում միայն խոսել եւ վիրավորանքներ։ Եվ նաև հակակոռուպցիոնի ձայնագրությունը կանոնականացնեք, ինչօրինակ այսօր Նիկոլ Փաշինյանի կողմից մասին խոսվեց, որ ըստ էության հանրությանը փորձում է կոշա անվանել եւ այլն։ Տեսեք, մի քանի բան ասեմ։ Առաջինը կուզեի Տիկին Ղումաշյանի դեպքին անդրադառնալ, որը շատ հատկանշական է նաև նրանով, որ այսօր եւ ամեն օր մեր շարժման անդամներին զանգարում են տարբեր մարդիկ, օգնություն են խնդրում, հատուկ ձևի, իրենց կողմից ուղղորդված ձևով օգնություն են խնդրում, որպեսզի մեկը ասի կմտածեմ այդ մարդուն գլխին ինչ-որ բան սարքել։ Տիկին Ղումաշյանը խոսացել է 104-ամյա պատերազմի վետերանի կնոջ հետ։ 104-ամյա, որին հարցաքննել են երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանի կնոջ հետ, ում ծնունդները, առիթները 5 տարի է, նա է հոգում, բոլոր հնարավոր հարցերը լուծում է, քանի որ սրտով այդ մարդկանց կողքն է, այսքան տարի։ Եվ 105-104-ամյա մարդը հաստատ որևէ կապ չունի, ոչ ընտրության հետ չգիտենք, քաղաքացիություն ունի, չունի, դա Տիկին Ղումաշյանի սրտի պորտկումն է եղել, որի մասին բոլոր տվյալները իրավասու մարմինները ունեն, բայց նրանք հատուկ ձայնագրություններով են հանդես գալիս, որպեսզի անվանարկեն մարդկանց։ Պատիվը մարդկանց պատիվը, բարի համբավ, այնպիսի մարդու, ինչպիսին է Տիկին Ղումաշյանը, որ մեր գոհարը, որ այդքան լավ բաներ է արել, լավ ծրագրել է։ Երկրորդ ասեմ, երկրորդ բանը գործարանատիրոջ հետ կապված։ Այդ գործը պետք է նախարարները անեն։ Պատվեր գտնողը պետք է նախարարներ լինեն։